Ահա կույսը կհղիանա, և որդի կծնի, և նրան կկոչեն Էմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ։ Աստծո ամենամեծ խոստումը երբևէ որ լսել ենք, սա է. ես ձեզ հետ եմ։ Այս խոստումը դարձավ մարմին, մարդացավ, երբ Հիսուս ծնվեց Բեթլեհեմում։ Մինչ այդ մարդիկ փնտրում էին Աստծուն տաճարներում, փորձում էին հաճեցնել նրան զոհերի միջոցով, լսել նրա ձայնը մարգարեների խոսքում։ Բայց այժմ Աստված ինքը եկավ մեզ մոտ, նա դարձավ մեկը մեզ նման, առանց մեղքի, որպեսզի մենք կարողանանք ճանաչել նրան առանց վախի։ Էմանուել նշանակում է ոչ միայն Աստված վերևում կամ մեզ համար, այլ Աստված մեզ հետ, մեր կողքին, մեր մեջ, մեր կյանքի իրականության մեջ։ Երբ ճանապարհները մութ են, երբ աղոթքներդ կարծես անպատասխան են մնում, հենց այդ պահին հիշիր, նա այստեղ է, նա երբեք չի հեռացել։ Աստված մեզ հետ է, մեր ուրախության մեջ, որպես օրհնության աղբյուր, մեր վշտի մեջ, որպես մխիթարություն, մեր տկարությունների մեջ, որպես փրկություն։ Գալստյան շրջանը մեզ հիշեցնում է, որ Հիսուսը մեզանից հեռու չէ, այլ մեզ շատ մոտ է, մեր մեջ է, մեզ փրկելու։ Նա մուտք գործեց մեր աշխարհ, մեր խավարի մեջ, բերելու իր լույսը, մեր փշրվածության մեջ, բերելու իր խաղաղությունը, մեր անհույս վիճակների մեջ, բերելու իր խոստումներն ու հույսը։ Այսօր կանգ առ և խորհիր, եթե նա իսկապես քեզ հետ է, ապա ոչ մի վախ, ոչ մի մենակություն, ոչ մի փորձություն չի կարող հաղթել այդ ճշմարտությանը։ Շնորհակալ եմ, Տեր Հիսուս, որ ինձ միայնակ չթողեցիր, այլ աշխարհ եկար, որպեսզի փրկես ինձ իմ մեղքերից։